Ահա այսպես դիմակավորված հիմա մայրաթորից ձգարության են տանում Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Սրանք հայ տղամարդիկ են հայկական ազգանուններով, հայկական գրանցած համարանիշերով մեքենաներով, ահա խնդրեմ, հպարտությամբ կատարում են այդ հանձնարարությունը։ Ահա եւ ամաչում են, որ իրենց դեմքը նկարում են։ Խնդրեմ։ Հայկական ազգանուններով տղամարդիկ ԱԾ-ի համազգեստով տանում են Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Տղամարդիկ, դուք ընդհանրապես լրահոսերին հետևում եք որպես հայ մարդ։ Օրինակ դուք տեղյակ եք ինչ է կատարվում երկրում։ Թե դուք մեն ձեր հանձնարարականներն եք կատարում։ Կներեք։ Դուք տղամարդ եք եւ դուք զավակներ ունեք։ Գիտեք ինչ է կատարվում երկրում։ Իսկ դուք կարող եք մի օր պատահի զարմանաք, որ ձեր փոխարեն նաեւ ձեզ համար են պայքարում այս մարդիկ։ Ով է արգելում լրատվամիջոցներին մոտենալ, ումից մենք կարող ենք ճշտել ինչի է խոչընդոտվում մեր աշխատանքը։ Եվ ընդհանրապես ինչ իրավունք ունեք լրատվամիջոցին խոչընդոտել, սա 6000 տարի մեկ կատարվող խայտառակություն է, եւ դուք հիմա խանգարում եք մեզ արձանագրել այն, ինչի համար գուցե ամիսներ հետո նաեւ դուք եք պատասխան տալու։ Դուք այս մասին խոսել մտածել եք ձեր ներսում, հարգելիներ։ Երբեք հայ ոստիկանին եւ իրավապահին երնիչե չեն ասել։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարվում մեր երկրում, դուք լրահոսերին հետևում եք, հայկական հողեր են կիսում, հայկական տարածքներ են թշնամուն նվիրում առանց կրակոցի, դուք տեղյակ եք ինչ է կատարվում երկրում, հարգելիներս։ Սա ազգային անվտանգության ծառայություն է, թե ՔՊ-ի անվտանգության ծառայություն է մեր երկրում մեր հաշվին գործում։ Հենց նոր մոտեցան ետնամուտքին վեհարանի, խնդրեմ, իրավապահները հպարտ դեմքով, նրանք այս պատմական առաքելությունը վերցել են իրենց վրա եւ հիմա դուրս է բերում այստեղից հավանաբար ձեռնաշղթաներով arczepiskopos Աջապահյանը, ումից վիրավորվել է Փաշինյանը, որ ասել է այս իշխանության այո պետք է փոխել։ Իրեւ Աջապահյանը երբեք չի թաքցել իր մոտեցումը եւ գնահատականներ իշխանության փեչան վերաբերյալ եւ միշտ ասել է, որ այսքան եկեղեցիներ, հողատարածքներ, հայկական տարածքներ թշնամու նվիրածը այո պետք է հեռանա եւ շանս չունենա վերընտրվելու։ Եվ ահա այս մարդուն իշխանափոխության կոչերի համար այսօր եկել են դատակալելու 3 մամուլով արտահայտեցին, որ քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին իր անցած տարվա ելույթներից մեկի հիման վրա։ Arczepiskopos-ը երկրորդ բարձրաստիճան տիտղոսավոր եկեղեցականն է, ով կարգապահ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համակարգի միջոցով եւ ինչպես տեսնում եք ԱԾ-ականները արդեն լցվել են մայրաթորի տարածք, իսկ ներսում վեհարանում քահանայական ժողով է, մեծաթիվ եկեղեցականներ, բարձրաստիճան հոգեվորականներ են ներսում։ Վարկած կա, որ այսպիսով բացում են եկեղեցու վրա հարձակման եւ կաթողիկոսի վրա հարձակման ճանապարհը, այսինքն առաջինը Բագրատ Սրբազանին հրացրի։ Հիմա նրանք փաստորեն եկել են Աջապահյանի ետևից եւ առավոտյան ներխուժել էին արդեն Շիրակի թեմի առաջնորդարան, այսպես նորից մասկաներով։ Նրանք հայորդիներ են, հավանաբար մկրտված, դուք մկրտված եք տղերք։ Դուք մկրտված եք, ձեր զավակները մկրտված են։ Օրինակ գիտեք եկեղեցու մասին որևէ բան։ Գիտեք օրինակ նաեւ պաշտպանել թշնամուց։ Երկիրը հիմա ստիպված է ձեզնից պաշտպանել։ Դուք ամոթից ասում հնարավոր է ունենաք մի օր ձեր գործունեության վարքագծի համար։ Նրանք ներխուժեցին հիմա հավանաբար խայտառակ տեսարանով, որպեսզի Նիկոլ Փաշինյանին բավարարող տեսարաններով ապահովեն նրա ձերբակալությունը։ Խնդրեմ, այսպիսի բան երևի մայրաթորը չի տեսել, խնդրեմ, ամաչում են, որ իրենց դեմքը երևա։ Սրանք հայ տղամարդիկ են, որոնք եկել են քահանային կալանավորելու իբր իշխանափոխության կոչի համար։ Դիմակավորված անձինք ինչի համար եք եկել այստեղ, տեղյակ եք, ձեզ ասել են։
Գոնե գիտեք ում հետևից եք եկել։ Մի անգամ Google-ել եք հասկանաք այս մարդ նով է եւ ինչ կենսագրություն ունի։ Որ հաստաբան ասում է դուք հանցագործություն եք ցակցել, որտեղ 1.5 տարի առաջ էր ենթադրյալ սպառնալիքները հնչեցել, ինչ եք իսկան ուշացել։ Հրաման տվող օպտիաս իրանք ինչ գործ Ինչ եք ցես դանդաղ օպերատիվ աշխատում։ Հա, 1.5 տարի սպասել է պետությանը վտանգ։ Չես սպասել իրանք էս հարմար է սարեցին։ Ահա, հացեականները ներսում են։ Սպասում են հրամանին, որպեսզի այդ խայտառակ տեսարանն ապահովեն ինչ որ մեկին դուր գալու կամ բավարարելու համար։ Նիկոլ Փաշինյանը Փաշազադեի հայտարարը մտահարիջելու հետո։ Այդտեղ աղմուկ կա։ Պետք է երկելով ճանապարհում են Քահանա կացում են բազայի դիմակալված ծանձիկ իրավիճակ է Այստեղից են անելու։ Do. Նրանք քան ճանաչաբար են կատարում, գիտեք։ Ողջուններ են կատարում։
իրավունք ունեն մեզ համար այսպես Ֆիքսեք։ Ցույց տվեք մի թշնամի, որը այս երկրի տարածքից դուրս ունի այս իշխանությունը։ Թույլ չտալիս Հասան Միհրան Պողոսյանը ներս մտնի իսկ հաստատաբար Միհրան Պողոսյանը պաշտպանում է Միքայել Աջապահյանի շահերը խնդրեմ ես հայտարարությունը իրավաբանական արտահայտի քննչացի ղեկավարների կողմից Ներսում ինչ է կատարվում, քաշքշում էին, քահանաները կարծես երկրի կամ քշելու արտականներին, նրանք հրմշտով բացեցին նորից Բազում են։ Որոնք ինչ-որ բան է կատարվում, մարդիկ վազում են, ինչ ոնքա բացեք երեխեքը գոնե իմանան վաղը մյուս օր ինչ ա եղել այստեղ, բերեք դռները, բացեք, անամոթ բացեք, դուք նաև իմ գործունեությունն եք խոչընդոտում, հայ եք դուք ընդհանրապես, դուք ինչ իմ խորի պաշտպանելու լրագրողի գործունեությունը խոչընդոտելու, մանավանդ պետք է նկարել դες ներսից, վաղը եք ձեզ ենք նաև պաշտպանել իրական հիմքերով, հրատակարողներ, գիտակցություն չկա, խապություն չկա, ռոբոտ տեխնիկապես են ես մարդիկ, տեխնիկապես աշխատում են, տեխնիկապես կանգնած են ու խանգարում են, որ պահակը դուռը բացի։ Դու տեսելի ուր են հասել, հələ տես ուր են հասել, հասաբանին արդեն ներս չեն թողում։ Էլ իմիտացիա չեն անում, էլի։ Պարոն Պողոսյան, ես տեսա, որ աշխատակիցներն էլ ներս չթողեցին, ընդհանրապես թքած ունեին նույնիսկ պահանջների եւ խնդրանքների վրա։ Այսինքն այս երկրում փաստորեն կա մի մարդ, որի հրահանգը պարտավոր են կատարել իրեն ենթակա եւ ոչ ենթակա մարդիկ։ Կներեք դուք ով եք։ Կմոտենաք մեզ։ Փաստաբանին թույլ չեն տալիս ներս մտնել, կմոտենաք մեզ։ Ինչի հետ կապ։ Դուք ով եք։ Ով է հրահանգե, որ չբացեք։ Ով է հրահանգ։ Ես բացող չկայում եմ, ես չբացեմ։ Դուք ով եք։ Եկեղեցու տարածքում հիմա կամ ԱԾՆ կամ հոգևորականներ կամ էլ աշխատողներ։ Բայց դուք իրավունք ունեք այդտեղ մի հատ էլ հավեսով զրուցում եք ԱԾ-ի հետ։ Ով է։ Բան շատ են ձիրջանիկ որ կաթողիկոսի քրոջ մարդը չի ջոկում ինչա կատարվում, հələ եկեք ստեղ եկեք հələ Դուք չեք հասկանում ինչա կատարվում ներսում, բացեք դուռը մենք մտնում ենք, բացեք դուռը մենք մտնում ենք արձանագրելու, արդեն իսկ լրագրող կան ներսում, ու չարելի մարդկանց մեջ Հարգելի սա ձեր համարանն է, բացեք, մի վախի, բացի, մի վախի, Զամոկը փակա։ բեր բանալի, Վախկոտ ես։ վայ, այսով եք դուք ժողովուրդ, Մի օր ապրեք, նամուսով ապրեք։ հələ տես ոնց է կրկվել, վախում է, մոտենա դռանը, հələ ոնց է կուչ եկել, Նամուսով ապրեք։ եկեք ստեղ բացեք դուռը, թող ձեզ ձերբակալ են դրա համար, եկեք բացեք, վայ, մի ժամը մենք ասում ենք իրա վեջին չի, սենց են ես մարդիկ ստեղ աշխատում,
Պարոն Պողոսյան, ձեզ թույլ չեն տալիս արդեն 20 րոպե շարունակ ներս մտնել եւ ձեր պաշտպանյալին պաշտպանել։ Նա իրավունք ունի տեղյակ լինելու իր իրավական քայլերի եւ դրանց պատասխանատվության մասին։ Ինչ է Ես կատարվում։ առավոտյան հանդիպել եմ Սրբազանին, մենք զրուցել ենք, առավոտյան զբոսանք ենք ունեցել, այսինքն իր ցանկությունը, որ ես լինեմ փաստաբան, միանշանակ եղել, այժմ չգիտեմ ովքեր խոչընդոտում են իմ մուտքը մինչև Սրբազան հայրը։ ԱԱԾ-ի համազգեստով հայկական անունով տղամարդիկ։ Մի քիչ տենց անվերապահորեն չի ասիլ այդ առումով, բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ գործողություններ են իրականացնում, որի շրջանակներում անձը իրավունք ունի պաշտպանության, այս բանին խոչընդոտում են իմ մուտքը դեպի իմ պաշտպանյանը։ Ինչի ավելի ցիվիլ ձևով չեն հրավիրում հարցաքննության։ Այս խուժան մեթոդները բարձրաստիճան հոգևորականի նկատմամբ։ Այսինքն սրանք Սյունյաց ողջույններից հետո կրկնվող տեսարաններ չեն, այն որ Գորիսի փոխքաղաքապետի գլխի վրա ոտք էին դրել եւ նկարել էին հատուկ ցույց տալու ինչ-որ մարդկանց։ Չեն կրկնվում։ Իրավական որևէ հանգամանք չկա, ստեղ միայն մի մտավոր կարողությունների հետ կապված խնդիրներ ունեցող անձանց որոշումն է, որ գործողությունները այս ուղղությամբ գնան, այս ձևով իրականացնեն։ Զգում եք, որ մեզ են ահաբեկում։ Մենք անձամբ լրագրողներով հասկանում ենք, որ այս ուժի գործադրմամբ նաև մեզ են հասկացնում, որ զգուշ եղեք։ Ձեզ չեն հասկացնում։ Բոլոր քաղաքացիներին մեր միջոցով, այո։ Փորձում ցույց տալ, որ ուժի կիրառման պատրաստ են ցանկացած վարակայում ուժ կիրառել, ցանկացած անձի նկատմամբ, ով դժգոհություն կհայտնի տվյալ իշխանությունից։ Ասում են մեզ սիրեք, այսինքն պարտադրում են սիրել իշխանությանը։ Դա միայն այո, կարծում եմ դա միայն լրագրողների, դա միայն հոգևորականների, դա միայն փաստաբանների, դա Բոլորին է վերաբերում։ բոլորին, հայ մարդկանց Հայաստանի Հանրապետությունում փորձում են ճշտել։ Հիմա բռնությամբ սեր է պարտադրում, իրեն հավատալ է պարտադրում Նիկոլ Փաշինյանը։ Ցանկանում անեն, ամեն դեպքում արձանագրում ենք, որ այս իշխանությունը Հայաստանի Հանրապետության ներսում են իր բոլոր թշնամիները։ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս որևէ թշնամի չունեն։ Շնորհակալ եմ, լավ, ինչ կլինի հետո։ Ենթադրենք պիտի տանեն, այդ դեպքում դիմակայություն կա ներսում հոգևորականների կողմից։ Այստեղ ամենայն դեպս աշխատակիցները տերևի պես դողում են, անգամ չեն համարձակվում դուռը բացել։ Եվ այս մարդիկ, այս տղամարդիկ այստեղ խանգարում են եկեղեցու աշխատողներին։ Դուք տեսեք ինչ մի խայտառակ իրավիճակ է եկեղեցու բակում, ԱԱԾ-ականի մեքենաները, ԱԱԾ-ի մեքենաները տեղում են եւ ինչպես տեսնում եք նրանք հոժարական եւ սիրով կատարում են ինչ-որ մեկի հրահանգը թքած ունենալով իրավունքի եւ իրավական բոլոր նորմերի եւ օրենքների վրա։ Փաստաբանին թույլ չտվեցին ներս մտնել եւ պաշտպանել Միքայել arczepiskopos Աջապահյանին, խնդրեմ, ԱԱԾ-ականները ինքնագոհ կանգնած են, ներսի աշխատողները տերևի պես դողում են, չգիտես ինչից, նույնիսկ չուզեցին մի անգամ իրենց պաշտպանել։ Եկեղեցու աշխատողներ, կարող են վերջապես համարձակություն ունենալ, գալ դուռը բացեք։ Այստեղ մեղ չունեն, մենք ունենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մենք պարտ քաղաքացի չենք, այլևս